Տեսեք, այստեղ պիտի հասկանանք, արդյոք տարածաշրջանը ունի այդ ներուժը գնալու հերթական ներդավանաբանական պայքարի։ Ես տեսնում եմ, որ ոչ, թեև չի կարելի բացառել, բայց տեսնում եմ չունի պոտենցիալ, ինչ իմաստով։ Սաուդյան Արաբիա, այսինքն սոցիալ-արաբական երկրներ կամ սոցիալ համագործակցության երկրները, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Կատար, Բահրեյն, նաև Իրաք, մեծ հաշվով, վախից սարսափած են պարզապես։ Ես 24/7 ռեժիմով հետևում եմ այդ պետությունների ներքին խոսույթին, թե ինչպես է զարգանում, մի բան են ասում, որ կյանքում չեն արել, ծոցի բոլոր երկրները պետք է միավորվեն, տեսանք իրենց միավորվելը Սադամի դիմացի, ինչպես եղավ կամ ինչ արդյունքներ ունեցավ։ Ես այսօրվա պես նույնիսկ հեռուստատեսային կադրերն եմ հիշում, երբ Սադամ Հուսեյնը ծոցի երկրորդ պատերազմը Քուվեյթ ներխուժելուց առաջ այսպիսի մի ժեստ էր արել, խոսում էր, այսպես ցույց էր տալիս Քուվեյթի նավթը եւ մատով ցույց էր տալիս, որ հրթիռակոծելու եմ եւ այդ կադրից հետո Սաուդյան Արաբիայի թագավորը մեկնեց Պենտագոն միանգամից եւ բաց չեք տվեց Միացյալ Նահանգներին, բաց չեք այն ժամանակ խոսքը գնում է 1 միլիարդ դոլարի մասին 90-91 թվական, պատկերացրեք ինչ թվի մասին է խոսքը եւ Ջորջ Բուշ ավագին խնդիր դրվեց, մենք մտնում ենք քո անվտանգային վահանի տակ, Միացյալ Նահանգները թող գա այստեղ ամբողջությամբ բանանի, ինչ եթե Սադամ Հուսեյնը այդ կադրն էր ցույց տվել, այսինքն ինչ կրոնական պատերազմի ռեսուրս ունի։